Գիտեք, թե ինչու է լռությունն ամենաաղմկոտ զենքը մարդկության էվոլյուցիայում։ Որովհետև խաղաղությունը սկսվում է ճշմարտությունից, այլ ոչ թե լռությունից։ Մեզ առաջարկում են մոռանալ, ձեռք սեղմել ու նայել դեպի ապագա, բայց հոգեբանորեն և պատմականորեն անհնար է ապագա կառուցել մի հողի վրա, որը դեռ ծածկված է անպատիժ մնացած ոչրի մոխիրներով։ Ինչպես էվոլյուցիոն հոգեբանության մեջ չբուժված տրավման փոխանցվում է սերնդես սերունդ, այնպես էլ ազգերի հիշողությունը երբեք չի մարում։ Ընկերությունը դիմակահանդես չէ, իսկական բարեկամությունը պահանջում է անկեղծություն, իսկ անկեղծությունը սկսվում է սեփական մեղքն ընդունելու քաջությունից։ Դուք չեք կարող ձեռք սեղմել մեզ, քանի դեռ այդ նույն ձեռքով փորձում եք ջնջել պատմության արյունոտ էջերը։ Մենք չենք ատում, մենք հիշում ենք, և մեր հիշողությունը պահանջում է արդարություն։ 1,5 միլիոն նահատակների վիճակագրությունը պարզապես թիվ չէ, դա մեր DNT-ն է, քանի դեռ Թուրքիան չի առերեսվել սեփական անցյալի հետ և 1915 թվականի ցեղասպանությունը չի ճանաչվել, ոչ մի բարեկամություն հնարավոր չէ։ Արյունը չի չորանում ստի տակ։ Իրական ազատությունը ծնվում է այնտեղ, որտեղ վերջանում է ինքնախաբեությունը։ Ճանաչումը միակ կամուրջն է, որը կարող է տանել դեպի իրական հաշտեցում։ Մենք չենք սպասում զիջումների, մենք սպասում ենք ճշմարտությանը։ Ճանաչում, թե կեղծ խաղաղություն։ Ընտրությունը նրանցն է, պահանջը մերը։ Անպայման տարածեք այս տեսանյութը և պահպանեք այն արդարության ձայնը բարձր պահելու համար։